Սա այո, ամենառիսկային դաշտն է սոված մնալու, բայց նաև ամենահիանալի դաշտն է շատ հարուստ լինելու։ Սա հրաշալի իմ ջալոց միտք էր։ Իմ մոտ էլ առաջին անգամ եկավ ուրախ եմ։ Բայց ինձ թվում է նենց տականք գործ է էլի չար լինելը։ Հրաչկեշյան մի ուրիշին կգտներ հաստատ։ Հա, միայն։ Գտավ, բայց ով մնաց։ Այսօր մեր հյուրն է շոումեն, դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանը։ Արսեն ջան, այսօր քեզ համար ինչն է կարևոր լուրջ դեր ստանալը, թե ինչ-որ սենց թնդացող պրոյեկտ։ Թնդացող պրոյեկտ։ Հա, որը իդեպ վերջերս անընդմեջ դու վարում ես թնդացող պրոյեկտներ։ Հա, որովհետև նաև մյուս կողմից էլ շատ հրաշալի համատեղվում է եւ դերի լրջությունն ու մասշտաբը ու թնդացող պրոյեկտը։ Եվ ես հասկացա, որ ես ավելի շատ մասշտաբների սիրահար եմ։ Հա, այսօր դու շոումեն ես, դերասան ես, թե հաղորդավար ես ավելի շատ։ Հիմնականում դերասան եմ, անգամ երբ որ հաղորդում եմ վարում, խաղում եմ հաղորդավար, կոպիտ ասած։ Այո։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ ավելի շատ դերասան ու երգիչ։ Բայց իհարկե շատ եմ վարում հաղորդումներ ու դրանից էլ նոր եմ սկսել առավել հաճույք ստանալ։ Առաջ դա զուտ լարվածություններ ինչ-որ։ Չէ, ոչ թե լարվածություններ, հակառակը, այսինքն հեշտ էր, ես էլի հաճույքով եմ արել, բայց այն հաճույքը, որ հիմա եմ ստանում, նախկինում չեմ ունեցել։ Ինքը ինձ համար ոնց որ եղել է փող աշխատելու միջոց։ Այո։ Որ ես պահեմ իմ դերասանական կողմը։ Ահա, բայց հիմա ոնց որ ներդաշնակ։ Հա, հիմա ներդաշնակ գերագույն հաճույք եմ ստանում վարելիս։ Այո, բայց ինձ հասել են լուրեր, որ դու արտակարգ շփվում ես երեխեքի հետ։ Իմ նախկին հյուրը Նայիրեն էր պատմում, երևի կես ժամ, թե ինչպես է։ Նայիրեն է պատճառը, որ ես այսօր այստեղ եմ, առիթը ու հա, ես էլ եմ շնորհակալ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Այո, իսկ ես ընդհանրապես ոգևորված եմ մեր հաղորդումից այսօրվա եւ ինձ հետաքրքիր է նախ այդ վարվելը, հա, այդ երեխեքի հետ մի լեզվով խոսելը։ Նախ մենք կադրից դուրս ես ասում եմ, դու ինձ թվում էր, որ շատ երիտասարդ ես, եւ ես ինքս ինձ մտածեցի, դե շատ երիտասարդ, դա մոտիկ է երեխեքին տարիքային։ Ինչն է դա։ Այդ քո ընտանիքն է ջերմ ձեր, հա, մեծ ընտանիքն է։ Մեծ ընտանիքն է, որովհետեւ այսինքն իմ մանկությունը անցել է շատ մարդկանցով։ Այդ շատ բարեկամներն են, հարազատներն են ու դա առօրյա է եղել, ոչ թե ինչ-որ ժամանակ առ ժամանակ առիթներից առիթներ, այլ յուրաքանչյուր օր ոնց որ առիթ լիներ։ Ապրելակերպն էր։ Հա, ապրելակերպն էր։ Կպատմես ձեր ընտանիքից մի քիչ։ Իմ ընտանիքը մեծ ընտանիք է, այսինքն մենք 4 երեխա ենք։ Երանից։ Հայրս, մայրս, պապայի կողմից 10 երեխա են իրանք։ 7 տղա, 3 աղջիկ պապա ենք են։ Մամա ենք 7 երեխա են։ Այսինքն ես փոքր ժամանակ այդ 90 որթվին եմ հաշվել։ Հիմա դե մերոնք սիրում են շատանալ։ Հիմա բազմանալ։ Ապրենք, այդ հարցում, հա, իրոք շատ լավ է։ Հիմա ավելի շատ են, բայց 95-ին եմ երևի հաշվել, չեմ հիշում, ես ունեմ 56 դվայորնի քուրու ախպեր։ Ոնց եմ Այդ անմիջական, այսինքն հենց հորեղբոր, հորքուրի, մորքուրի, քեռու երեխեք։ Հենց իսկական դվայորոդնի Հա, ասած հենց իսկ հետո այնտեղ գալիս է օրինակ պապայի հոպարի երեխեքը, մամայի հոպարի երեխեքը, որոնց հետ էլի կապված ենք, այսինքն առավել փոքր ժամանակ ընդհանրապես չի եղել այդ տարբերությունը, որ ինքը գալիս է տիպը տրայորնի, թե ինչ, հա, այսինքն է որ մենք տենց հեռավորությունը կապ չուներ, մեկը ազգականներ, մոտ ազգականներ։ Մոտ ազգական, այսինքն տենց որ հաշվում եմ շատ ավելի շատ ենք եղել։ Երևի նաև այդ է պատճառը։ Հետո երեխեքի հետ ես սիրում եմ տաղանդավոր մարդկանց ու ես սիրում եմ, որ իրանց դրա մասին պետք է ասել։ Ես անպայման, երբ որ տեսնում եմ որևէ տաղանդավոր երևույթ, չեմ նայում, որ գիտես երեխայա չասենք կփչանա, ես առհասարակ այդ ասենք կփչանան իմ համար աբսուրդ է, որովհետև պետք է ասել։ Այսինքն լույսին պետք է ասել, որ ինքը լույս է, որ այդ լույսը
մի օր չորոշի մարել, հա, ինքը շարունակի ճառակել։ Նույնը տաղանդը, դու պետք է իրան տաս այդ նշանները, որ ինքը ունի մի բան, որը տրված է իրեն եւ պետք է աշխատի դրա վրա։ Այո, եւ աշխատելա, չէ՞, հաստատ այդ քո մոտեցումը։ Ու հա, շատ աշխատել է։ Հետո երեխեքի հետ ես շփվում եմ շատ բան։ Հավասար, այո, տենց սուսու մուսու չի։ Չէ, այդ բաները չունեմ։ Ընկերական հավասար։ Շատ ընկերական, շատ ուղիղ եմ իրանց հետ խոսում, ու ինձ թվում է իրանք էլ տեսնում են այդ ուղիղությունը, հետո ես երեխեքի հետ շփվում եմ այնց, որ իրանք իմ վաղվա պոտենցիալ ընկերներն են եւ օպոնենտները, որ հարցերում միգուցե լավ լինեմ այդները։ Հա, ոնց որ իհարկե, ոնց որ մեր Փայլոյի հերոսը Ալեքսը, այո, հենց Ալեքս էր խաղում, որտեղ երկու Ռոբն էլ էր շատ լավ խաղում։ Հիմա Ալեքսը արդեն իմ բոյին է։ Այսինքն մենք 2 տարի առաջ իրար հետ խաղում էինք, ինքը սկան փոքր այդ հերոսն էր։ Ես նույնիսկ իրան ասում եմ Ալեքս ջան, մի 2 տարուց դու հենց Փայլոյի դերն ես խաղալու, իմ դերն ես խաղալու, հա։ Ու նույն այդ երեխեքը Փայլոյի այսօր արդեն, այսինքն այդ ժամանակ էլ իրանք բեմում հավասար իմ գործընկերներն են, ու ես հիանում եի իրանց պրոֆեսիոնալիզմով, ու այս Young Studio-ի ֆենոմենն է, այն աշխատանքը, որ Հովոն է անում, Բայ մի քանի խոսք մանրամասն։ հա, Գրիգորն է անում, Գյոքչյան Սվեգը, այսինքն այդ հիմնականում այդ երեխեքն են նույն Փայլոյում, իհարկե տարբեր տեղերից էլ կային կաստինգով եկած հրավիրված երեխեք։ Այ հիմա երիտասարդ Հա, երեխեքը, այո։ երբ ցանկություն ունեն, շատ քիչ են թատերական խմբակները մեր քաղաքում։ Բա ես խորհուրդ եմ տալիս բոլորին օրինակ գնալ հենց Swag Young Studio, որովհետև այնտեղ շատ լավ են աշխատում երեխեքի հետ։ Դերասաններ թե ապագա Իրան մյուզիկլի։ ավելի շատ մյուզիկլային կարելի ասել ուղղվածությունը, որովհետև հիմնականում շարժում, երգեցողություն, բայց նաև դերասանական նույն Փայլո մյուզիկլը, այսինքն այնտեղ դերասանական խնդիրներ էր տալիս Նայիրեն։ Բա Նայիրեն ոնց է աշխատում երեխեքի հետ։ Բա Նայիրեն ոնց է աշխատում էս երեխու հետ։ Որովհետև էլի երիտասարդ է շատ հոգով։ Դե տեսքով թե հոգով։ Այդ պատմությունը եթերում չեմ հիշում երբևէ պատմել եմ թե չէ, ուրեմն հա Ռուդիկը որ ինձ զանգում է Factory Production-ի Փայլոյի հետ կապված մյուզիկլի հանդիպում ենք եւ այլն Հովոյի հետ այսպես խոսում ենք, դե ես շատ ոգևորվում եմ ու գնում եմ փորձի առաջին օրը, որ պետքա ծանոթանամ ռեժիսորի հետ։ Հետո իմ ընկերներից մեկը ինձ հարցնում է մի քիչ հետևից գամ, էլի, ասում է ով է ռեժիսոր, ասում եմ լսի մի հատ երեխա է, ասում եմ մի հատ բան է, փոքր աղջիկ երեխա է, բայց ասում եմ, այն որ ես ասում եմ սկզբից մտածեցի Ինչ պիտի այս երեխան անի։ Այն որ ես մտածեցի, որ տիպը տալիս են երիտասարդներին շանս դրսևորվելու, բան, լավ, օքեյ։ Ոչինչ կմերվեի։ Հա, ես ինձ դերասան եմ, իմ համար տարիքային տարբերությունը կապ չունի, այսինքն ռեժիսորը կարող է ինձնից շատ փոքր լինի, բայց ինքն է ռեժիսորը, ու հետեւաբար ես իրան եմ։ Եվ դու պահում ես սուբարդինացիա։ Անպայման, ես սիրում եմ հենց այդպես աշխատել, որովհետեւ ի վերջո ինչ կապ ունի, քանի տարեկան է, կապ ունի ոնց է անում իր գործը։ Ու այդ սկզբունքով sense մտածում եմ, որ Նայիրեն, բան, ինչ որ մի հատ ասում եմ երեխա է, բայց ասում եմ, նենց լավ է աշխատում։ Առաջին օրը գնացի փորձի 2 մեծ տեսարան բեմադրած դուրս եկանք։ Հետո Նայիրեի երեխաներին եմ տեսնում։ Նայիրեն ասում է տղաս, հա։ Իրանից բոյով ասում եմ ոնց տղա, ասում է, սա փոքրս է, մեծս 20 տարեկան, ասում եմ Նայիրեն Դեռ մեծից չես տեսել։ Դեռ մեծից չես տեսել, ասում եմ Նայիրեն ավելի ես մտածում եմ դու 18 տարեկան երեխա ես։ Եվ մենք այդ էինք քննարկում, որ տեսքն էլ է երիտասարդ, էներգիան էլ է երիտասարդ։ Էներգիան էլ ու Նայիրեն էլ է շատ լավ աշխատում։ Ու երեխեքի հետ կապված Փայլոյի մի հատ բան ասեմ, դե նոր տարվա պերիոդեր որ խաղում էինք, այսինքն դեկտեմբերից հունվար 50 քանի ներկայացում ենք խաղացել, օր ա եղել 4 սեանս ենք խաղացել եւ սեզոնային վիրուսներ են, չէ՞ լինում։ Ուրեմն մի հատ ընթացք կար մի քանի օր ներկայացումների, որ ամբողջ անձնակազմը գրեթե 70%-ը հիվանդ էր։ Ու տաքություն, ջերմություն, հազ, անտանելի մի հատ պատմություն էր։ Այդ ու նաև մենք էլ փոքրիկ ինչ որ մի հատ տենց բան էր։ Երեխեք ուրեմն դուրս էին գալիս կուլիսներ, սենց շնչահեղձ էին լինում, հազում էին, բայց մտնում էին բեմ, նենց էին խաղում, որ օրինակ նույն ես էլ որ տաքությամբ էի այդ ժամանակ, ես ամաչում էի ասեմ, որ
ասենք մի քիչ հիվանդ եմ կամ որովհետև թույլ եմ, որովհետև այս սենց ու դրա համար ուզում եմ ասեմ կապ չունի տարիքը, կապ ունի մոտեցումը գործին ու ինչքան լավ է, երբ որ դա սկսվում է փոքր ժամանակից։ Այո, եւ որպեսի դա այդ մակարդակով սկսի եւ գնա, այդ ստուդիաները ահռելի մեծ դեր են խաղում։ Շատ։ Ահռելի։ Այդ պատմությունը հնչեցրեցիր, ես հիշեցի իմ տղայի պատմությունը, երբ ուրեմն Այբենարանի տոնը պետք է սկսի, շատ հին պատմությունը։ Եվ ամբողջ դասարանը ջրծաղիկ է հիվանդանում, մեկ շաբաթ առաջ տոնից առաջ, այդ հանդեսից առաջ, մի խոսքով, բայց դասղեկը խնդրում եմ, ասում է, տենց կկսեք ձեր երեխաները, եւ բոլոր երեխաները շպարված մտան բեմ եւ փայլուն նոր կիսահիվանդ այդպես փայլուն ներկայացրեցին։ Հետո բեմը բուժիչ հատկություն ունի։ 100%։ Սա փորձված բան է, եւ ես կարծում եմ այս մեթոդը, եթե օրինակ նույնիսկ մենք դերասաններս կամ յուրաքանչյուր մարդ բերի կյանք, ինքը կարա շատ հիվանդություններ հաղթահարի, որովհետեւ դու երբ որ բարձրանում ես բեմ, դու կտրվում ես քեզնից, այսինքն այն ինչ որ քո անհանգստություններն են, հոգսերն են, կենցաղնա չկա, դու այնտեղ ուրիշ կերպար ես, որը ապրում է լրիվ ուրիշ կյանքով։ Այո։ Ու որը օրինակ հիվանդ չի։ Ավելին, շարունակի ես այդ ասեմ։ Եվ ես կարծում եմ, եթե մարդ կարողանա այս հոգեբանությամբ վերաբերվի իր հիվանդությանը, իր խնդրին, որ դա չկա։ Ահա, թողեցի այստեղ տակ, թողեցի ու խաղում եմ, կոպիտ ասած, այլ իրականություն, որտեղ ես առողջ եմ, որտեղ ես հաջողակ եմ, որտեղ իմ բոլոր խնդիրները լուծված են եւ կարծում եմ, որ էներգետիկ իմաստով մարդը կարող է սա ձգել դեպի իր կյանք ու իր կյանքում դարձնել իրականություն։ Սա հրաշալի իմ ջալոց միտք էր։ Իմ մոտ էլ առաջին անգամ եկավ ուրախ եմ։ Շատ։ Սա փաստորեն կմնա այս միտքը։ Չլինի, ասում եմ այս մտքի համար մենք հավաքվել էինք, կարող եք հանգիստ պարկել։ Այդ ուրեմն մտքի հետ կապված ես ունեի ուսանող Արսեն ջան, որը կակազում էր։ Դերասանական ֆակուլտետում։ Մի հատ հորեղբորս տղու պատմություն պիտի պատմեմ, Ահա, այդ նման ինչ որ աչքից պատմություն է։ Ես մի օր չդիմացա հարցրեցի համո ջան, կներես իհարկե, դու բեմ ո՞նց ես դուրս գալու։ Բեմում չի կակազում։ Ասում եմ ես դուրս եմ գալիս, բեմ չեմ կակազում։ Հետո հարցեցի հոկեբանին։ Հա։ Ասեց գիտեք ինչու, որովհետև բեմում այդ համոն չի։ Բեմում դա ուրիշ մարդ է։ Հաստոն ինքը իր էությունը թողնում է այնտեղ, վախերը եւ քո պատմությունը։ Այս էլ ասենք, որ մի հատ ավելի լավ նորից ֆիքսվի ու շատ լավ օրինակ է։ Ու ես էլ կուզեմ այդպես վարվել, ես փորձում եմ նաև այդպես վարվել ու ասում եմ մարդկանց, ովքեր որ խնդիրներ ունեն իրենց կյանքում, մտահոգություններ ունեն, անհանգստություններ ունեն, ինչքան որ փորձում եք այդ ձեր անցյալը հիշել, ինչը որ պատճառն է ձեր այսօրվա խնդիրների, փորձեք այդ էներգիան դնել ձեր ապագան հիշելու վրա, այսինքն նկարեք պատկեր, որտեղ չկա այդ խնդիրը, այդ հիվանդությունը, այդ անհանգստությունը ու սա ոչ մի անգամից, գուցե շատ դեպքերում հենց մի անգամից էլ կգործի ու կգա կյանք։ Կակազելու հետ կապված հորեղբորս տղան հիմա չի կակազում, բայց փոքր ժամանակ կակազում էր։ Պապան մի անգամ հարցրեց, ասում է, բանը, Գրիգոր ջան, միշտ ես կակազում, ասես այս։ Չէ, մենակ խոսալուց։ Բայց էլի հանճարեղ միտք է։ Պատկերացրես մտքում, օպերաներ եմ երգում, ճառեր եմ ասում։ Մենակ խոսալուց։ Բայց իմ հայրիկն Այ Գոգորը հանճարեղ հումոր ունի, իմ բարեկամներից, ես որ ասում եմ, Գոգ, ես որ քո հումորից ունենայի, ես հիմա երևի տենց top stand-up-er կարայի լինեի, որտեղ ինքը շատ հողածին, ցես նարոդնի են ժողովրդին կպած, բնածին հումոր ունի։ Իմիջիայլոց իսկ քո հարազատ քույր եղբայր ինչ ունես հարազատ։ 2 քույր մի եղբայր։ Օխ։ Հա, ինչպես եմ երանի տալիս, Աստված ձեզ պահի։ Ինչով են զբաղվում։ Քույրերս թորներ ունեն արդեն, ես պապի եմ, բավոնց, տենց։ Բայց ստեղծագործող չեն ոչ ոք մասնագիտությամբ։ Ախպերս եթե երգեր, ընտիր կլիներ, որտեվ շատ լավ ձայն ունի, բայց չի զբաղվել։
մեկ են մեր ընտանեկան առիթների, որ ասում եմ ընտանեկան առիթն հենց մի 500 հոգանոց զալեր են դրանք։ Փոքր չի իր Ստադիոններ են ենք հավաքում։ հավաքում։ Իր հանդիսատեսնելա, Տիկոյի հանդիսատեսնելա շատ։ Այդ այդպես դեպքերում է երգում։ Ես կարծում եմ, որ երգեր շատ լավ կլիներ։ Բայց մնացածը չէ, ստեղծագործող չեն։ Ստեղծագործող են ընտանիքներում։ Այ նենց ընտանիքներ են ստեղծագործել, ամեն մեկը նենց երեխաներ, որ խենթանալիք է։ Արդ իսկ ինչ պապա կլինես, ոնց ես կարծում։ Ես Օպա պապա ֆիլմը, որ նկարվել եմ, Գոր Գրիգորյան ռեժիսոր։ Ինչի մասին է։ Նրա մասն է, թե ոնց եմ ես անսպասելի հայր դառնում։ Հա, շատ լավ կինո է, շատ լավ սցենար, ամբողջ անձնակազմը, ռեժիսոր, օպերատոր, նկարչական, բոլորը երիտասարդներ ու տաղանդավոր երիտասարդներ, չգիտեմ, նկարահանումները ուղղակի սենց որ այն երջանիկ պահերն էին, որ ապրել եմ եւ կինոյի պարագայում միշտ կա էկրան պակաժը, բայց շատ մեծ են սպասելիքներս։ Ու կարծում եմ նաեւ հանդիսատեսն էլ ինձ կտեսնի մի հատ լրիվ նոր այլ ամպլոյում, հա, կերպարում։ Հիմա այդ դերը քեզ ոնց ես կարծում կօգնի։ Այդ եմ ասում, հիմա Սեմը տղայիս անունն է կինոյում, Ռաուլ իրականում։ Ուրեմն մի հատ տեսարան է, որ սենց ուսերիս բան է։ Կաստրոչի, չէ, Ռաուլ Կաստրոչի։ Չէ, Ռաուլ Կոնդի։ Ok. Ազգանունը Սեկոյի տղան է, կիսով հայ եւ կիսով աֆրո։ Հա, տենց սցենարը նենց է, որ գալիս է social աշխատողը եւ ասում է, որ մի խոսքով սա ձեր տղան է ու թողնում գնում է։ Ու ես տենց ակամբայից լրիվ ուրիշ կյանքով ապրող մի հատ տղա, որ իր կարիերայի մասին է մտածում, դերասան է կերպարս։ Ստիպված է լինում տիրություն անել երեխուն։ Ինչ որ մոտ է երևի, թեթև մոտ է, քո իրական կյանքի։ Իրական շատ կուզեի, որ հիմա հայտնվեր, արդեն տենց պատրաստի մի 7-8 տարեկան, կամ մի քիչ ավելի մեծ, մի 19-20 տարեկան, մեկը հայտնվեր, ասեր, որ ինքը իմ երեխան է, ես ուղղակի 19-20 շատ երջանիկ, դե կլիներ էլի հանգիստ։ Հա, շատ երջանիկ կլինեի, որ տենց պատրաստի Պարզվեր, որ տենց մի բան կա։ Կոսմոսը կարծում եմ քեզ կլսի, Բերի չէ մի տեղի։ Բայց ոնց որ դեռ ոչ մեկ չի ասել տենց բան։ Դրա համար այդ մաս գնում է։ Բայց նկարահանման ինչ ես։ Ուրեմն հիմա այս Ռաուլին, պրիտոմ ինքն էլ սյոմկեքի ժամանակ շատ հավաք էր կադրում։ Այդ իմաստով բախտներս իրոք բերել էր։ Բայց դե կադրից դուրս երեխա էլի։ Հա, այսինքն տարիքը 19-ն է իր։ Չէ, ինքը 9 տարեկան, 7 տարեկան է։ Կադրից դուրս չեմ կարա նկարագրել։ Չարաճճի։ Ահոր չարաճճի։ Բայց հենց ասում էին մատոր, սենց մի անգամից խաղում էր իդեալական։ Պրոֆեսիոնալ։ Հա, շատ։ Հիմա իր առաջի դերն է։ Հիմա կադրից, այսինքն տեսարանա, որ ինքը իմ ուսին է, սենց մի քիչ sense ռոմանտիկ տեսարան է, ես Ռիփսիմեի հետ եմ, գլխավոր դերակատարուհու, շատ տաղանդավոր դերասանուհի, մի խոսքով sense ու sense այդ զրույցն է գնում ենք հիմա ստոպ է, որտեղ մի կադրով է ռեժիսորը ուզում ստանալ, ու բավականին երկար տեսարան է մի կադրով ստանալու համար։ Հիմա ամեն ստոպին դե որ հետ են գնում, Ռաուլը ապարում է, ուսից վեր չեմ կարող նկա, ստեղից իջնում է, անդեղից բարձրանում է, բան։ Սյոմքի ժամանակ, բայց օքեյ է։ Հիմա տենց մի անգամ, երկու անգամ երրորդ անգամ sense վերցրեցի Ռաուլին, sense իջացրեցի գետնին, ասի լսի, այն չնչին տոկոսը ցանկությունը, որ մեջս մնացել է պապա դառնալու, նենց չանես իսպար վերանա։ Բայց չէ, ամեն ինչ լավ է, Արս ջան, կարծում եմ։ Նայ, ֆիլմը չէ, ֆիլմը տվեց այդ զգացողությունը, որ դա շատ լավ բան է։ Այո։ Հա։ Դու վերջերս I don't know։ Ինչքան որ տեսնենք։ Շատ երբ պրեմիերան լինելու է կինոթատրոնում ֆիլմի։ Այո, ապրիլի 29-ից կլինի պրեմիերան ու բոլոր կինոթատրոններում, հա, ես էլ առիթ օգտագործեմ, ասեմ, հրավիրեմ մարդկանց։ Ֆիլմ, որը ՑՈՒ են տվել, հիմա տառերով են, էլի, այսինքն ինչ տարիքային բան կա, ծնողների ուղեկցությամբ, այսինքն կարելի է նայել, ստացվում է, կարծեմ 6+։ Ընտանեկան ինքը ընտանեկան, հա, երեխեքի հետ նայելու ֆիլմ է։ Շատ կայֆ։ Շատ լավն է, շատ։ Դու վերջերս Արսեն ջան, մեծ մասը ես կարծում եմ ինչ որ
հաջողությունների մեջ ես, աչքով չտանք։ Մերսի։ Այնց հետաքրքիր է, ինչպես ես դու տանում հաջողությունները եւ ինչպես ես դու տանում տապալումները, եթե եղել են այդպիսին իհարկե։ Այդ ժամանակ երկուսն էլ էմոցիոնալ, ինչքան էլ ես անում եմ ամեն ինչ բալանսավորելու համար, հանգստացնելու համար, դրանք իմ յոգայի պրակտիկաներն են, իմ ֆիզիկական պրակտիկաներն են, մեդիտատիվ պրակտիկաներն են, որոնք անում եմ հանգստացնելու համար, բայց մեկը Դա ամեն օր պետք է արվի, օրինակ, ինձ հետաքրքիր է։ ցանկալի է։ Ահա։ Ցանկալի է։ Լավ, գոնե մի հատ շնչել, արտաշնչել։ Այո, այո։ Միջև ինչ որ բան ասել, այդ մեր ժողովրդական լավ խոսք կա, չէ՞, որ ասում եմ մի հատ շնչի, արտաշնչի։ Այո։ Նոր Մեր ժամանակ ասում են փորով շնչի։ փորով շնչի։ Այո։ Հա, դե ստոծանին է, այսինքն հիմնականում էս Այդ հա, որտեվ ըստեղա չէ կուտակվում մարդկանց Այո, ստրեսները, ասում են, դեպրեսները վախը եւ այստեղ ա։ այլն, հա, այսինքն երբ որ դու իր մեջ շնչում ես, տենց ահագին հարցեր կարող ես լուծել այդ իմաստով։ Փաստորեն Բայց ստացվում մեկը է։ էմոցիոնալ եմ ընդունում, շատ ոգևորվում եմ հաջողությունից, Ահա, տոնում եմ ճիշտ է։ այդ փաստը, իսկ տապալումի հետ կապված էլ ահա որ կարողա ստրեսեր տանեմ, շատ։ Երբեք չի երևա ինձնից, այսինքն հույս ունեմ, որ չի երևա։ Մարդիկ չեն տեսնի, բայց դու որ քեզ Բայց ես հետ ես, ներսում, օ լա լա, իմ ամենածանր ստրեսային վիճակում էլ ես եղել եմ social, այսինքն իմ ընկերների հետ կարող է գնացել ուղակի նստել եմ, ակտիվ չեմ եղել շփման մեջ, որովհետև չեմ ունեցել այդ տրամադրությունը, այդ հալը։ հա, այդ հալը իրոք, բայց գիտակցաբար եմ նաև դա արել, որ հանկարծ չփակվեմ, չգնամ այդ մեկ ուսանամ, հա, դա արել եմ գիտակցաբար։ Դրա համար Ես շատ ակտիվ եմ առհասարակ իմ շփման մեջ, այսինքն ես որևէ տեղ որ լինում եմ, ես սիրում եմ, որ այդ սիտուացիան վերածվի ինչ-որ բանի, happening-ի։ Չիլավեք ֆեյերվերկ։ Հա, մոտավորապես։ Բայց նաև ունեմ իմ լռության պահերը, էլի, երբ որ ես մենակ եմ ու կարող եմ ուղակի լռել։ Այո, դա կարծում եմ Ես լուռ ինձ հետ կարողանում եմ մնալ։ Դու քեզ հետ ներդաշնակ ես։ Հա։ Հա, ինչպես Նուրը ասաց, անցած անգամ ես ասաց ինքս ինձ հետ լավ եմ ինձ զգում։ Հա, ես էլ շատ այդ իմաստով ինքնաբավ եմ, հանգիստ եմ ինքս ինձ հետ ինձ լավ է, հետաքրքիր է, որովհետև բաներ կան, որ Քո երկխոսությունը տեղի է ունենում ներդաշնակ։ Երեք ընկերներից մեկը նենց մի հատ հետաքրքիր բան ասեց, որ ես չէի լսել։ Ասում եմ, մարդ գիտես երբ համ է, ինչ որ բան եղավ, ասի չգիտեմ, ասի հարցերը շատ են, պատասխանները քիչ, ինքը ասեց միշտ լավ է հարցեր ունենալը, որովհետև մարդ ասում է ծերանում է, երբ որ այլ հարցեր չունի։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, ես օրինակ երբեք չէի մտածել այդպես բան։ Երբ հարցերը դադար, այսինքն ինքը գիտի արդեն ամեն ինչ։ Այդ իմաստություն բառն է հասկանում։ Ինքը արդեն գիտի ամեն ինչ ու այդտեղ դադարում է ինչ որ։ Այո։ Երիտասարդները գիտես, որովհետև կարծում եմ հարցեր կան, չէ՞, հարցեր ունեն։ Այս ինչի ասեն, այն ինչի ասեն։ Եվ հարցեր ունեն, եւ միշտ կարծում են, որ իրանք բոլորից լավ ամեն ինչ գիտեն, համամիտ բաց փորձում ես բացատրել ամեն դեպքում եւ երեխաներիս ժամանակի ուսանողներիս էլ բացատրել եմ, որ ինչքան էլ դուք զարգացած եք, AI կա, չգիտեմ, gadget կա, այս կա, բայց գոյություն ունի կյանքի փորձ։ Այո։ Որը ոչ մի բանի հետ չես փոխի։ Բայց այդ փորձը թող այդ ծերության տարիքում կա, դու ճիշտ ես։ Պարզվում է, Արս ջան, որ մենք քեզ հետ նույն բուհի շրջանավարտներ ենք Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ։ Այո։ Ես ավարտել եմ թատերագիտական բաժին։ Թատերագիտակ, ոյ։ Դու որ բաժին ես ավարտել։ Ես գիտեմ, երբ ես սովորում եմ, ասում եմ մենք թատերագետներին չենք սիրում։ Չէ, ես քեզանից 10 տարի մեծ եմ։ Ով իմ կուրսղեկը Հասմիկյանն էր։ Հասմիկյանն է։ Հրաշալի, իմ շատ սիրելի ուսուցիչ։ Հիանալի, այո, շատ մեծ մասնագետ, լավ մասնագետ։ Դու որ բաժնում ես։ Ես դերասանական, Արմեն Մազմանյանի կուրսում եմ։ Մազմանյանի կուրսում եմ։ Մազմանյանի առաջին կուրսն էր։ Այո, իսկ ես իմ առաջին կուրսը, ում ես դասավանդել եմ հետո արդեն, ապագայում դա հենց Մազմանյանի կուրսն էր եւ հրաշք երեխեք էին, շատ։ Հա, Մազմանյանի բոլոր կուրսերից շատ տաղանդավոր դերասաններ կան, գործող ու լավ, շատ։ Եվ Մազմանյանը շատ լավ կուրսղեկ էր։ Շատ։
Հա, բայց հետո ես պատիվ ունեցա աշխատել նրա ռեկտորության ժամանակ։ Եվ որպես ռեկտոր են ասում, թե չէ։ Ես համամիտ չեմ, բայց քանի որ նա այսօր մեզ հետ չէ, ես չեմ ծավալվի։ Հա։ Ես ուղղակի զարմանում եմ տարբերությունը, հա, ինչքան կարող է մարդը այս դերում լինել փայլուն եւ այլ դերում լինել այլ։ Այդա, այսինքն մենք բոլորս երևի մեր տեղն ունենք, էլի, պիտի ճիշտ հասկանանք։ Որպես կուրսղեկ, որովհետև մեզ համար Մազմանյանը ինքը նենց հետաքրքիր բան է ձևավորել մեր մեջ։ Նախ ամենակարևորը բոլորը սիրում են արվեստը։ Ու դա անում են իսկապես, այսինքն սիրում են իսկապես։ Անկախ նրանից դու դրանով զբաղվում ես թե չէ, դու երևույթին որպես արվեստ վերաբերմունք ունես շատ պատկառելի։ Այո։ Ու սա շատ կարևոր բան է։ Նաև միևնույն ժամանակ Մազմանյանը, որովհետև ես տեսնում եմ հիմա, այսինքն մեզնից հետո էլ բոլոր կուրսերի շրջանավարտները ամենաակտիվ ու լավագույն տեղերում են, լավագույն դերակատարումներն են ունենում։ Այո։ Եվ սա բնականաբար թե իրենց տաղանդի ու թե այն դպրոցի, որ դրված է իրենց մեջ, այսինքն գործելու։ Մազմանյանը մեզ դե մեր ինստիտուտում տենց մի հատ բան կա, չէ, որ երբ որ սովորում ես, պետքա չաշխատես։ Ձեզ կփչացնեմ բան, թող ինձ ներեն բոլոր թվականների բոլոր դասախոսները, կուրսղեկերը, բայց ըստ իս սա հին ինֆորմացիայի միտքա, որից պետքա մի վայրկյան շուտ ձերբազատվել։ Պրակտիկայից լավ բան։ Հա, այսինքն դու գնում ես ինստիտուտ, քեզ ասում են առաջին մի քանի տարին դու ուրիշի մոտ պետքա չխաղաս, դու ոչ միտեղ պետքա չնկարվես, որովհետև քեզ կփչացնեն, դու կփչացնեն, որ այ բալամ ջան, դա մի քիչ բռնապետական է մտածելակերպներ, էսպես։ Փչանա, չփչացողը հաստատ մի օգուտ կքաղի, թեկուզ ամենավատ աշխատանքից էլ։ Այո։ Որովհետև յուրաքանչյուր գործ ինքը քո պրակտիկան է, եթե հաջողվել է, շնորհավորում եմ։ Եթե վատ գործ է, պրավալնի գործ է, նորից շնորհավորում եմ, դու ունես պրակտիկա են, ինչ որ դու ես, չէ՞ մի քիչ առաջ դուք ասեցիք, այսինքն դու ունես փորձառություն, որ այսպես փաստորեն չէր կարելի, ինչ եղավ, որ անհաջող եղավ, ոչ թե տենց գնալ դեպրեսվել, այս պրավալը, ինչ այլ որ մտածել, ինչ հետաքրքիր շանս ունեցա սովորելու։ Այո։ Այսօր այսպես չանելու։ Ու հա, այդ մեր ինստիտուտի դա պետքա փոխվի ուղղակի, այսինքն երեխան ընդունվեց ինստիտուտ, սեպտեմբերի 1-ին, եթե նա ստացավ դերի առաջարկ, այո, ինքը պետքա դասը բաց թողի, գնա դերը խաղա, որովհետև դա պրակտիկա է։ Ես գնացի, չհամեմատեմ, որ տենց չստացվի բանը, բայց ամեն դեպքում հիմա տեսնում ենք իրենց արդյունքները ու երևի կարելի է սովորել համենայն դեպս։ Ամերիկայում Նյու Յորքում կուրսեր վերցրեցի, պայմանագիրը դասից բացակայելու չեմ կարող նկարագրել, ինչ խստագույնս էր։ Այսինքն տարբերակ չկար դասը բաց թողնելու, ուսանողներին էլ եմ ասում, որ հանկարծ ստացվի, էլի, ես հիմա ասում եմ պետքա դասը բաց թողնել։ Խիստ կետեր էր եւ պատիժը բնականաբար քո գումարը չվերադարձնելն էր, այնտեղ միայն դա էր։ Այսինքն քեզ հանում են առանց որևէ բանակցության, զգուշացման, եթե դու անհարգի բացակայեցիր դասից եւ այլն։ Մի կետ կար, որ նշված չէր պայմանագրում, որը ասաց դասախոսը, ասեց դասից կարող եք բացակայել մի դեպքում, մահվան դեպքում, այն էլ ձեր մահվան դեպքում։ Ամենամոտ հարազատը գերեզմաներից ուղիղ գալիս եք դասի, օրինակ, այսենց։ Բայց այդ ամբողջ խստության հետ մեկտեղ միակ դեպքը, որ իրենք հարգի էին համարում, այսինքն եթե դու ստացել ես դեր, որտեղ իրենք հասկանում են, որ դու գնացել ես, այդ գումարը տվել ես, սովորում ես նրա համար, որ շանս ունենաս միտեղ նկարվելու, միտեղ խաղալու։ Ու Թատերական ինստիտուտի սիրելի ուսանողներ, ձեր դասախոսների նկատմամբ ամենայն մեծ հարգանքով, ով ձեզ ասում է, որ դուք մի քանի տարի պետքա չաշխատեք, ուղղակի փակեք այդ ինֆորմացիան, մի լսեք իրանց, արեք այն, ինչ որ ուզում եք։ Իհարկե, ընտրեք ինչով եք զբաղվելու։ Հիմա ամեն ինչի մեջ էլ լավ չի լինելը։ Պետքա ընտրել, բայց եթե շանս կա նկարվելու, ինչ, այսինքն սպասեմ, ասեմ, ես ինստիտուտը կավարտեմ։ Նկարվելու բեմում խաղալու։ Մազմանյանը նույնը ասում էր մեզ, ինչն է հետաքրքիր, որ չի կարելի ուրիշի մոտ խաղալ,
Բայց մեր կուրսը ամենաակտիվն է եղել հենց ուրիշների մոտ խաղալով, TV-ում աշխատելով զուգահեռաբար։ Հետո գոյում էր, չէ՞, իր թատրոնը Գոյում իր թատրոնում, այսինքն ես ուսանող եմ, ես արդեն հանրային հեռուստաընկերությամբ հաղորդում էի վարում։ Վերջ, դե սա շատ կարևոր Պատկերացնում եք, բան է։ տենց սպասեի, ասեի ավարտեմ, բան։ Դե դու ոչ միտեղ չէի։ Հրաչկեշյան մի ուրիշին կգտներ հաստատ։ Հա, միանշանակ։ Գտավ, բայց ով մնաց։ Այ էստեղ հնչեց։ Կարճ, բայց հնչեց։ Նմանակում Արսեն ջան։ Ինչ բացեր թողեց մեր ինստիտուտը եւ ինչ տվեց մեր ինստիտուտը։ Բարձրաձայնեք, խնդրեմ։ Դե տվեց այն, ինչ որ ամեն մեկը վերցրեց։ Ուսա յուրաքանչյուր ուսուցման մեթոդի մասնակազմում, որովհետև դասախոսները կարող են տալ շատ, ուսանողը վերցնի քիչ, նույնը կարող է հակառակը լինել, ով ինչ վերցրեց։ Ինձ որ շատ տվել է կյանքից լավագույն տարիները ուսանողական տարիները, որը չգիտեմ, էլ ինչ կա տենց լավ։ Ոչինչ չկա։ Հա, իսկապես։ Ինքան եմ քո հետ համաձայն չես։ Ես էլ շատ եմ սիրում այդ իմ ամբողջ տարիները։ Լույս 5 տարի լույսի մեջ ես, չէ՞, ոնց որ անցնում։ Եվ ես շատ խղճում եմ այսօրվա ուսանողներին, որոնք շատ ավելի ծանրաբեռնված են, որոնք ստիպված են սեփական վարձը փակելու համար աշխատել ոչ մասնագիտությամբ։ Այո, իսկ մենք վայելեցինք, մենք հասցրեցինք։ Այո, մենք հասցրեցինք իրոք այդ իմաստով վայելել։ Ինձ տվեց հանդիպում իմ ուսուցիչների հետ, Արմեն Մազմանյան, Աննա Արտյոմովնա Հեքեքյան, ու չգիտեմ Ռոմելը Միխայելովնա, այսինքն Լուիզան Ղևոնդովնա, իմ բոլոր Տիկին Իսրայելյանը, Հենրիկ Հովանիսյանը, որ մեզ դասախոսում էր, այսինքն բոլոր ես Սոս Պետրոսյանը, վարիանտ չի դերասանը կոորդինացիա չունենա, լավ դերասան լինի, վարիանտ չի։ Բայց շատ լավ սաստավ է։ Շատ ուժեղ։ Ես Սուսերամարտ եմ անցել մեր Սուսերամարտի դասախ, այսինքն ամեն Մադամ Լուիզը մեր ֆրանսերենի դասախոսը, դա ուղղակի բան էր։ Նա տեղով թատրոն էր։ Տեղով թատրոն էր ու կինո էր, որ մենք տես նայում։ Ուսանողական կյանքս շատ լավն է։ Իմ կուրս երեխեքը բոլորը շատ լավ երեխեք են, շատ ու հայտնի են բոլորը մարդկանց, այսինքն ուսանողական այդ ամեն ինչը տվեց։ Այն մեր ինստիտուտը մի հատ այնպես խոսք կա, չէ՞, ասма 4 տարի սովորում ես, հետո մի 4 տարի էլ պետքա որ մոռանաս ինչ ես սովորել, միջև հետո կդառնա ամեն ինչ։ Ես կարող եմ ասել, որ շատ դրական բաներ ա տվել։ Բացասական կողմերից այ երևի որ չի սովորացնում ինչպես մենեջմենտ անես ինքդ քեզ։ Ինչպես կարողանաս ինքդ քեզ վաճառել որպես պրոդուկտ։ Չի սովորացնում, որ սա այո, ամենառիսկային դաշտն է սոված մնալու, բայց նաև ամենահիանալի դաշտն է շատ հարուստ լինելու։ Կյանքը պես է հիմա, փաստացի դա է, այսինքն ռիսկի գործոնը մեծ է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ ընտրում է դերասանի մասնագիտությունը, շատ ուժեղ պսիխիկայի տեր մարդիկ են։ Ինչքան էլ իրանք էմոցիոնալ են, դերասանները սրիվներ են ունենում, ալիքաձև կյանքը, որ վարում է դերասանը։ Բայց որ վարում է դերասանը, շատ ուժեղ պսիխոլոգիայի տեր, պսիխիկայի տեր մարդ պետք է լինես։ Ես ուզում եմ ողջունել դերասաններին, դուք շատ ուժեղ եք, սիրելիներս, մենք առասարակ շատ ուժեղ ենք, շատ ստրեսա կայուն ենք։ Այո, ստրեսոուստոյչիվի, հա։ Այո, ստրեսոուստոյչիվի ենք, որովհետև պատկերացրեք ամենաշատ մերժումը ստանում ենք մենք մեր ասպարեզում։ Այսինքն դու գնում ես, անում ես մի բան ու քեզ ասում են չէ։ Դուք պատկերացնում եք սովորական մարդուն, որ մի հատ չես ասում, դառնում ես աչքի գրողը։ Ուղղակի, նույնիսկ անգամ եթե իրոք տինա այդ չեն, չէ՞։ Միևնույնն է, որ ու տենց ինչ մարդը ոնց կարա այդ մերժված լինելուց ինչերի ասես տարին 10 անգամ դերասանը տարին 10 անգամ եւ կարող է ամբողջ կյանքի եւ կարող է նույնիսկ ամբողջ կյանքը տենց լինի։ Դա է սարսափելի։ Բայց նույն հաջողությամբ էլ ընդունելությունն էլ շատ ավելի հնչեղա եւ ծափահարություններով, որը ծածկում է այն մնացած բոլոր տրավմաները։
Ու այս կարծում եմ պետքա նաև սովորացնեն, որ ինչքան էլ որ դուք կարող եք մերժվել եւ այլն, բայց այս կյանքում կարող եք հաջողել ու դուք տենց պետքա վերաբերվեք այս գործին, որովհետեւ դուք զբաղվում եք ձեր սիրած գործով, ինչը այսօր ամենաթանկն է, որ մարդ կարող է ընտրի։ Ու անկախ նրանից քո կենցաղը այն մեկինից ավելի վատն է, թե լավն է, ինչն է, դու ունես ամենամեծ հարստությունը, դու անում ես այն, ինչ որ սիրում ես։ Ես կարծում եմ, էսի երևի մարդու համար իսկապես երջանկություն է, բայց միևնույն ժամանակ նաև պետք է հասկանալ, որ այդտեղ հնարավոր է գումար աշխատել։ Ես հասկանում եմ, որ մեր նույն պսիխոլոգիայում, կենցաղում շատ դժվար է փողից խոսելը, ու շատ ժամանակ նույնիսկ ամոթալի, ոնց որ սեքսից։ Չգիտես ինչու։ Հա, հասկանում եմ, որ կան բաներ, որոնք պետք է անել, ոչ թե խոսել, այդ չի հարցը։ Դա խորհրդային միության ինչ որ մնացորդներն են Ավելի լավ անել կան խոսել, այդ չի հարցը, բայց միևնույն ժամանակ մեկ անգամ անել կան 10 անգամ խոսել։ Պրակտիկորեն ավելի էֆեկտիվ է լինում։ Նույնը փողը ավելի լավ է մի անգամ ունենալ, քան 10 անգամ մտածել ունենալու մասին։ Շուտ ես սկսել վաստակել դու Արսեն ջան։ Ես հենց ընդունվել եմ մետրո թատրոնի ստուդիա։ Բա ինչ հրաշք թատրոն է։ Հա, 95 ես 12 տարեկան էի։ 12 տարեկանում ես ընդունվեցի մետրո թատրոնի ստուդիա, գնացի քննության, միջև ընդունվել ինձ արդեն դեր տվեցին։ Դեռ Վիգենները տեղ գլխավոր ռեժիսորը։ Չէ, Ծատուրյաններ, Նիկոլայ Երվանդիչներ արդեն, հա։ Մեր ստուդիայի ղեկավարն է Գառնիկն էր։ Ինձ միանգամից դեր տվեցին, որտեղ ֆելո ենք ավարտել էին, ու ֆելոյի հենց կերպարին պետք էր դերակատարի փոխարինող, ու ոնց որ ես այդ ժամանակ գնում եմ, որ փոխարինող հայտ տամ ստուդիա, որ դեռ քննության տամ ընդունվեմ, ու ռեժիսորը Գառնիկը ինձ միանգամից կանչում է այդ դերի վրա փոխմարդակ էր, sense մի հատ կերպար, աճպարար ներկայացման մեջ։ Հիշում ես քո առաջի գումարը։ Ինչքան էր։ Ոնց որ 3000 դրամ էր։ Ահա։ Ամեն ներկայացումը։ Ահա, դա քիչ չէր։ 95 թվին պատկերացնում եմ։ Դա լուրջ թիվ։ 3000 էր ամեն ներկայացումը։ 3 թե 5 էր, ինչքան այդպես մի բան պետք է լիներ։ Այդպիսի թվաբանություն էր։ Ու մենք հյուրախաղերով մետրոյից գնացինք Կանազ մշակույթի տուն։ Խաղալու դահլիճը մեծ էր ավելի։ Երևի օրը մի 2 սեանս խաղում էինք, չէ՞։ Մի խոսքով մի 10 օր non-stop, այսինքն ամեն օր մենք ունեցել ենք ներկայացումներ, այսինքն ես հենց առաջին իմ գումարը վաստակել եմ իմ մասնագիտությամբ։ Այո։ Դրա համար հետաքրքիր է, որ իմ պսիխոլոգիայի մեջ լարվածություն չի եղել իմ գործի հետ կապված, որ արդյոք կաշխատեմ ես սրանով։ Թեպետ երբ որ ընդունվում էի, papan ասեց, որ տղա ջան, գոնե դու քեզ կարաս, ասես եթե դու դերասան ես դառնում, parza կծխես։ Ահա, դու քեզ սիգարետ կարնես, դու քեզ սիգարետ կարնես ու ես ասեցի, ես սովածել մնամ, ես պետք է լինեմ դերասան, ու իսկապես ես տենց էի մտածում, բայց փառք Աստծո։ Փառք Աստծո, Արսեն ջան։ Իսկապես կարծում եմ ճիշտ ժամանակ, ճիշտ տեղում, ճիշտ ճակատագիր եւ աշխատասիրություն եւ իհարկե այդպեսի դիսցիպլինա, ինչքան էլ ուզում ես փախչել դրանից, մեկը դիսցիպլինան է բերում այն հաջողության, որը մարդկանց մոտ թվում է, որ վայ, տես բախտը բերեց։ Դու գրաֆիկով ես ապրում, ասես դե ես չեմ կարող այնց ռեժիմով ապրեմ, բայց մաքսիմալ ինչ որ բան փորձում ես։ Փորձում եմ։ Օրինակ, ստեղծագործողները ուշ քնող են եւ ուշ զարթնող են։ Ես էլ եմ ուշ քնող, բայց շուտ զարթնող։ Օ, բրա, այ դրա համար դու ամեն ինչ հասցնում ես։ Որովհետև այդ ուշ զարթնելը։ Բայց այդ շուտ զարթնելն էլ, այսինքն ես էլ եմ ունեցել այդ ընթացքը, որ ուշ եմ զարթնել, շատ։ Մյուս կողմից էլ մեր աշխատանքը, ասենք թե վերջանում է գիշերը 11-ին։ Եթե հիմա ինչ որ մեկի աշխատանքը վերջանում է ժամը 7-ին, 6-7-ին ու ինքը քնում է 10-ին 4 ժամ, ասենք իմ գործը վերջանում է 11-ին, ես քնում եմ գիշերը 3-ին, ինձ էլ է պետք է 4 ժամը հետ գալու համար, օրինակի համար այդ գործից։ Դրա համար մերը խառն է, կինոների ժամանակ առավոտը իմ բուձիլնիկը կարա լինի ժամը 6-ին, 5-ին գիշերը։ Բնականաբար այդ դեպքում ես քնում եմ ժամը 9-ին, որ կարողանամ պրոդուկտիվ լինել նկարահանման ժամանակ։ Մի խոսքով դու կարողանում ես համակերպվել։ Գործի մեջ, եթե գործը կա,
Ես այս sense մտնում եմ նույն ռեժիմի մեջ, ամեն ինչ պահում եմ, բայց եթե ազատ եմ, էտել մաքսիմալ չեմ պահում։ Վայելում ես, դե պիտի վայելի մարդի ռիլաքս լինի, չէ՞ վերջո, ռոբոտ չենք, այսպես ասած։ Խոսեցինք մենք մի քիչ թատրոնից, մի քիչ կինոյից։ Ես մի բան հարցնեմ, էլի, Ինա, բայց խնդրում եմ, չգիտեմ, լավ հարցնեմ կարելի է։ Իհարկե։ Մեզ մոտ կար մի զգացողություն, որ թատերագետները նավսյակի ատում են դերասաններին։ Եվ հարցդ ատում էին թե չէին ատում։ Արդյոք։ Արդյոք դա տենց է։ Ես մի փոքր նախաբանով ես պատմությունը պատմեմ։ Երբ ես ինչու ես ընդունվեցի, հա, թատերագիտական ֆակուլտետ։ Իմ տատիկ պապիկը աշխատել են ամբողջ կյանք թատրոնում, ինձ տարել են իրենց հետ գործի, ես մեծացել եմ Ղափլանյանի անվան թատրոնում, Ռաֆայել Քոթանջյանի գրքին, Տաթևիկ Ղափլանյանի, մի խոսքով այդ պլեյադայի։ Եվ ես հիվանդացա 4-5 տարեկանից թատրոնով։ Եվ ես պիտի դառնայի դերասանուհի։ 8-րդ դասարանում ես ասենց շատ հետաքրքիր էր, դպրոցից տուն էի գնում եւ մեկ էլ մի հատ միտք փայլատակեց։ Դե ես տեսնում էի նախ կուլիսից ներս ինչ էր կատարվում։ Ես հասկացա այդ միտքը այսպես էր հնչում, որ սիրելի Իննա, եթե դու ուզում ես դառնալ դերասանուհի, դու պիտի ունենաս երկու բան։ Կամ շատ լուրջ մեջք, այն ժամանակ այդպես էր։ Շատ լուրջ մեջք։ Կամ շատ մեծ տաղանդ։ Ես հասկացա, որ ես ոչ այն ունեմ, ոչ էլ այն։ Բայց ես ուզում եմ թատրոնին մոտ լինել։ Եվ ես այդպես գնացի։ Եվ մեր առաջին օրը Անելկա Գրիգորյանը, մեր սիրելի դասախոս արտասահմանյան թատրոնի, ասաց, որ դուք գիտեք, որ թատերագետները չեն սիրում, ատում են դերասան, դա չկայացած դերասաններն են, չստացված ռեժիսորներն են եւ այլն։ Ես ճիշտն ասած զարմացա, երբեք այդպես չի եղել։ Ինձ մոտ անձամբ ես ուրիշի փոխարեն չեմ խոսի, բայց ես ինչպես սիրել եմ դերասաններին, պաշտել եմ, այդպես էլ շարունակում եմ։ Ու երբ ասել եմ վախ, բայց օրինակ մենք շատ կարիք ունենք թատերագետների, կինոգետների եւ կարիք ունենք իրենց ակտիվ արտահայտվելու։ Իհարկե, բայց դա մահացավ, երբ ես ինստիտուտ դա 90-ականների են մութ ցուրտներ, եւ մեծ թատերագետներից, որտեւ երբ որ թատերագետը կինոգետը կարծիք չի արտահայտում, արտահայտում է ոմն Facebook օգտատեր, ու դրա շուրջ է սկսում ձևավորվել օրինակի համար կարծիք ինչ որ այլ մարդկանց, բայց կան մասնագիտություններ, որոնք պետքա շեշտեն ինչ որ բան, օրինակի համար ինձ դրսից հարցնում մի անգամ առիթ եղավ, որ ես պետքա ներկայացնեի իմ մասին ինչեր են գրում մամուլում, ուրեմն ամեն ինչ կար, ես քանիսին եմ զարթնում, ինչ եմ սիրում ուտել, բան, Արսենի ոճը, չգիտեմ, մոտավորապես այսպիսի բաներ, ոչ մի վերլուծություն, որ օրինակ սարսափելի դերակատարում էր, չեմ ասում հաջող, կամ հանճարեղ փայլուն դերակատարում էր, ինչ որ մի վերլուծական կարծիք պրոֆեսիոնալ մեզ մոտ բացակայում է, ու սա շատ ափսոս է։ Մանավանդ նենց հետաքրքիր է, որովհետև այս դարը ռիվյուների դար է։ Ռեստորան ես գնում, ռիվյու ես թողում, ինչպիսին է ռեստորանը, չգիտեմ, հյութ ես խմում, ռիվյու ես գրում, նրա բանը, հյութայնությունը։ Բայց մարդու լուրջ աշխատանքը, չգիտես ինչու։ Այսինքն նենց էլ չի, որ ասես, որ աշխարհում է վերացել։ Մեզ մոտ չէ, հակառակը աշխարհում շատ ակտիվ գործում է, որտեվ երբ որ ես գնում եմ Լոնդոն ներկայացում նայելու, ես կարդում եմ նախ ինչեր են գրել այդ ներկայացման մասին պրոֆեսիոնալները, եւ հետեւաբար այդտեղից ընտրում եմ, որ ներկայացում նայել, որտեվ այնտեղ կան միլիոնավոր ներկայացումներ։ Իհարկե։ Ես էլ ուզում եմ հասկանալ, որը գնամ նայեմ ու որի մասին ինչ կարծիք կա։ Մեզ մոտ նման բաներ չկան։ Շատ ժամանակ պատճառաբանում են որոշակի թերթեր, որ ներկայացումը կոմերցիոն է, դրա համար մենք չենք անդրադառնում, բայց ես դրա կողքին չեմ տեսնում, որ իրենք պետական թատրոնների ներկայացումներին են անդրադառնում։
որ հասկանամ, այսինքն որն է ձեր ընտրությունը։ Այդ նիշան փակվեց։ Շատ ափսոս է։ Երբ ես արդեն ընդունվում էի իմ ծնողներին Էլ չեմ ասում նույն թատերագետներն էլ կարան լավ փող աշխատեն, չէ՞։ Այո, Օրինակ դերասանի մասին մի հատ լավ ռիվյու գրեք։ Իհարկե։ Այդ շնորհքին դերասանն է մի հատ անտիղ նվերով կգա։ Եվ եթե դու 1, 2, 3 քո կարծիքը երևա որ դու կոմպետենտ ես, քո լավը թե վատը դա կվաճառվի փայլուն կերպով։ Իհարկե։ Բայց դե ջնջվել է։ Հուսանք որ կվերածնվի, շատ հուսանք։ Հիմա ուզում եմ հիշել իմ ամբռնազբոս տպավորությունը դրամա քույնի վերաբերյալ։ Ինչպես իմացա, տեսա ինտերվյուն Վառնավայի Գլումովի մոտ էր Վառնավան եկել, շատ փայլուն հետաքրքիր ինտերվյու էր, եւ նա գովազդեց, ասեց, որ եկեք։ Մենք հասցրեցինք, արագ պատվիրեցինք, Արսեն ջան եկանք, եւ ես սենց ֆոյե սենց մի քայլ գցեցի, եւ արդեն ես այն իմ սիրած մթնոլորտի մեջ հայտնվեցի, հետո տեսա այդ միջավայրը, դուք դերասանները շփվում էիք, մոտենում էիք, զրուցում էիք եւ ես առաջին անգամ անմիջականորեն 2 րոպե շփվել եմ քեզ հետ այնտեղ։ Երևի 2 նախադասություն ես ասել, բայց ինձ գրավել ես Արսեն ջան։ Մերսի։ Այդ հաճախոսություն չի, սրտանց գրավել ես։ Եվ ես այդպիսի հրաշք տրամադրությամբ արդեն մտա սրահ եւ այտենց վայելեցինք մենք այդ շոուն հրաշալի։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է։ Իսկ Վառնավային ինչպես ես գրավել։ Վառնավայի հետ մեր ընկերությունը շատ տարիներ առաջ է սկսվել։ Պատմի։ Նատայի Եփրիկյանի, այո, սկզբից Նատայի հետ է սկսվել։ Այո, սկզբից Նատայի հետ է սկսվել, հետո արդեն դե Նատայի հետ ծանոթացա իր ընկերներին նաև ու գործընկերներին։ Եվ շատ երկար տարիներ մենք տենց պարբերաբար շփվել ենք, շատ լավ, շատ դրական։ Հետո Կատյան Վառնավա մեր դրամա քույնի ռեժիսորի Տարասի հետ եկան Երևան հատուկ Փայլո մյուզիկլը դիտելու մեր ներկայացումը, որի մասին մենք խոսեցինք։ Եվ մյուզիկլից հետո արեցին ինձ այդ դերի առաջարկը։ Այսինքն այդքան տարի գիտեին, բայց ամեն դեպքում բեմում տեսան, ուզում եմ ասեմ նաև Փայլոն էր մեծ Այսինքն կաստինգ չես անցել։ Չէ, ին վրա են գրել հենց կերպարը, այդ գլխավոր դերը հենց ին վրա էլ գրել են։ Եվ ձեր համագործակցությունը չի վերջացել։ Նախ Drama Queen-ը պատտվում է երկրով 1, եւ դուք կլիպ եք հրաշալի երաժշտական։ Հիմա երկրորդի բանակցություններն եմ տանում։ Տուրիստոյից հետո ասում եմ Կատյա պետք է երկրորդը անենք։ Այստեղ Ես շատ ուրախ, ինքն ինձ լավ արտիստ է, այ Կատյան պրոֆեսիոնալ է։ Իհարկե նաև դա էլ գալիս է իր մանկությունից, որովհետեւ զինվորականի աղջիկ է, այնց այ մի րոպեն իր մոտ գրաֆիկ ռեժիմ այդ ամեն ինչը կա ու այդ պրոֆեսիոնալիզմն էլ է ինձ շատ դուր գալիս այսինքն այդ ազատության մեջ այստեղ դիսցիպլինայի մեջ կա ազատություն այստեղ հիմա տարբերությունը հայ կոլեգաների եւ ոչ հայ այդ դիսցիպլինան մեզ պակասում հայերիս այդ դիսցիպլինան էտենա որ դու յուրաքանչյուր օր պետք է մաքսիմալ աշխատես ու այդ երևի թե իսկապես մենակ այդ մի բանն է այսինքն այդ այնա որ այնտեղ էլ բարձր չեն սպանում երբ որ դու տեքստը չգիտես բայց դու չես կարող տեքստը չիմանալ ու գալ փորձի օրինակ ես կարող եմ ին վրա օրինակ բերել որ օրը որ ես տեքստը չեմ իմացել իմ փորձը հաջող չի եղել ես արդյունք չեմ ունեցել նույնը նկարահանման ժամանակ դե շատ ժամանակ դերասանները կարող է տենց դնեն ամեն մեկ իր մեթոդն ունի բան չունեմ ասելու մտածեն կերպարի մասին ով ա եղել իր քերին իր պապը բան ինքը չգիտեմ տենց խորոված է սիրուն թե իքիբիր ռեժիսորին տենց հարցեր տան իսկ որ ես այս տեքստը ասում եմ ինչ այդտեղ բանը իմ քերին ով ա եղել ասեմ
այ բալամ ջան տեքստը տաս օրինակ Անիմաստ եւ անհեթեթ հա ինչ որ sense էլի բանա երբ որ դու կերպարին կառուցում ես հա ինքը ինչ որտեղ ամեցած է ինչ արել լրիվ ընդունելի տարբերակներ են բայց առավել կարևորը պրոստը տեքստը անգիր անելը սիրելի դերասաններ եթե պատրաստվում եք ձեր դերին ուղակի անգիր արեք տեքստը անգիր արեք երբ որ դու անգիր բառիս բուն իմաստով այն զուբրիտ sense էմոցիոնալ անգիր չէ դե մի խաղացեք բան տենց ախ դու ինչ ասեցիր բան դրա մասին չէ ախ դու ինչ ասեցիր ես գնացի ես ինչ արեցի մեխանիկական չիստը մեխանիկական աշխատանք կատարեք անգիր արեք երբ որ դուք անգիր արած հայտնվում եք բեմում նկարահանման հրապարակում այդտեղ արդեն գալիս է որովհետև դու լարվածություն չունես տեքստ հիշելու ու գալիս են այն լավ ապրումները որոնք քո խաղը զարդարում են ու դարձնում են հետաքրքիր ես որտեղ որ տեքստը լավ չեմ իմացել մեկը լավ չի եղել այսինքն ես երբեք էլ տենց եւ փորձից լավ չեմ գնացել տրամադրությամբ եւ երբ որ կարողա նայեմ ինչ որ բան նկարվելիս ու ես հիշեմ որ ես այդ ժամանակ տեքստն էի հիշում ոչ թե խաղում էի կարողա մարդիկ չեն տեսնում բայց ես տեսնում եմ որ այդ բանը եղել է դրա համար այստեղ մի հատ պատմություն եմ հիշում որ ուրեմն դրամա քույնը խաղացել ենք պրեմիերաները հոկտեմբերին ու չենք խաղացել մինչև փետրվար, այսինքն մեզ մոտ պաուզա էր։ Ես այդ ընթացքում Երևանում մասնակցում եմ դեպի Եվրատեսիլի, այսինքն խիտ էլի աշխատանքային սենց մի հատ պերիոդ ու փետրվարի 14-ին դրվում է նորից դրամա քույն։ Ես այստեղ էլի ինչ որ առողջական լավ վիճակում չեմ բան դեպի Եվրատեսիլի փորձից թռնում եմ Կիպրոս դրամա քույն խաղալու, որտեղ ինձ տալիս են նոր տեքստեր, այնտեղ էլ դե կերպարս տեսակ շատ այսինքն շատ ակտիվ ու ծավալուն է խոսքային էլ նաև այն ժամանակ էլ Կիպրոսում ես խաղում էի անգլերենով ու ռուսերենով երկուսն էլ իմ լեզուները չեն ու անգլերեն ու ռուսերեն էր նաև նոր տեքստերով ես ինքնաթիռի մեջ այդ որ ասում եմ չիստը տեն զուբրիտ եմ անում այդ տեքստերը սովորում եմ հասնում եմ լրիվ սկարաբլյանաբալ փորձի մի անգամից բեմ իհարկե ընդունում են այնտեղ դերասանին այսենց ու կողքը բոլորը աշխատում են դերասանի համար այն որ դերասանը բեմի չգիտեմ նկարահանման հրապարակի տարածքի ցարի բոգնա մոտավոր ոչ թե ստեղ տենց կարող է տենց շոր մի հատ աշխատող տենց անցնելուց դերասանին սենց նայի էլի չի կարա տենց բան լինի չէ դու թակավորես մի անգամից չի լինի այդ աշխատողը ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ ես այս պատմում եմ Կատյան մի շատ ծիծաղում է մի խոսքով նոր տեքստը սովորում եմ հասնում եմ փորձում ենք այսինքն 4 ամիս չենք խաղացել չէ մոտավորապես լրիվ փորձում եմ այդ նոր տեքստով անցնում եմ Կատյան այնտեղից զայ гնում եմ մյուսներին sense вот смотрите как надо работать вот это я называю профессионализм բան sense ինձ է գովում որ տիպ նոր տեքստով անգիր արած մի անգամից եղել է լրիվ sense ճոտքի ասում ֆինալնի բարը sense ապարում ենք մի հատ շարժում չհիշեցի բայց փորձն է դեռ երեկոյան է ներկայացումը լինելու ժամանակ ունեմ բայց թվում է թե իմպրովիզացիա ամբողջը այդ էլ ուժեղ է ու այս մի շարժումը sense չհիշեցի ասի դե լավ փորձից հետո բանկա մեկը Կատյան եկավ sense այդ ամեն ինչից հետո եկավ sense այդ զայ почему мы хорё не помним ասում կաց 3 ամիսա չենք խաղացել как-то կուլիսում վերցրու մեկին միջև այդ բարը եթե վստահ ես որ չես հիշում կուլիսում մեկին վերցրու պարողներից խնդրի ասա պետք է մենք կվճարենք թող քո հետ առանձին փորձանի դու արդեն բեմ պետքա բարձրանաս բանով այս պրոֆեսիոնալիզմը այսինքն այդ մեծարանքի բանի հետ մեկտեղ կա շատ հստակ պրոտոկոլ որը դու պետքա պահես ու դա ընդամենը պահանջն է նրա ինչով որ դու զբաղվում ես քեզնից ուրիշ բան չեն ուզում քեզնից չեն ուզում որ դու մտածես բանը լուսավորողի տեղը չէ մերոնք տենց կարող է գնան որ այս բանը ստե քեզնից չեն պահանջում որ դու մտածես քո պարտների տեղը մերոնք էլ օրինակ դերասանները շատ ինչ որ շատ դերասանների համար է ստացվում այս ինտերվյուն հուսամ կնայեն կամ էլ
Ձեզ պետք է դուք ձեր գործով Ու զբաղվեք։ պետք է կնայեն։ Մենք կխոսենք։ Չմտածի։ Շատ ժամանակ մերոնք օրինակ կոնտրոլ են անում իրենց խաղընկերոջը։ Ասենք դու կարող ես խաղաս, մեկը խաղընկերդ գասի, այս տեքստը սենց կասես, ասում եմ կներես, իսկ կյանքում, երբ որ դու հանդիպում ես ինչ-որ մեկին, Դու ասում ես, դու ասում ես ինքը ոնց ասի։ Ինքը ոնց ասում է, դու դրան ռեակցիա ես տալիս։ Այո։ Քո գործը ինձ ռեակցիա տալն է օրինակի Այո, համար։ այո։ Իմ գործը, իմ խաղընկերոջը լսելն է ոնց է իրան պահում։ Եվ այդտեղից դուրս կգան բնական ռեակցիաներ, ոչ թե սուտ պատրաստի, ամեն մեկը կխաղա իր կերպարը, որի պապը ձկնորս էր, օրինակի համար։ Այ բալան։ Եվ այդ ձկնորսը քեզ փորձում է մինչև հիմա ինչ որ բան սովորեցնել, Հա, չէ՞ տենց։ Դիմացինին։ Դիմացինին։ Թորին չէ։ Հա, դիմացինին։ Մերոնք առհասարակ այդ դիմացինին սովորացնելու հատկությունը այո։ բոլոր տեղերում կա, Այո։ ու ամեն տեղ, եւ կոնտրոլ անելու։ Բոլորը Դու ոնց պետք է ապրես, ինչ ամենալավը, պետք է անես, այո։ ոնց հագնվես։ Ֆուտբոլիստին սովորեցնում են խաղալ ֆուտբոլ, հարցազրույց վարողին բանը, ոնց պետք է Բոլորին։ հարցազրույց, ոնց պետք է նստես տաղավարում։ Այո, այո։ Բոլորը մեծ պրոֆեսիոնալներ Մեծ են։ պրոֆեսիոնալներ են, ես Դա ձեզ է։ ասում եմ, դուք ոնց պետք է ձեր տանը նստեք օրինակի համար կամ Այո։ ինչ պետք է անեք։ Շատ լավ, իմիջիայլ շատ լավ համեմատություններ։ Շատ բարձ հասարակ, դուք ձեր տանը Չէ, մարդիկ ուզում եք, մենք մեր պրիմիտիվ իրանց մթնոլորտում։ մարմնին չեն տիրապետում, քայլում են ոնց պատահի։ Այո։ Ասեն, մեկը սենց է քայլում, չէ՞, տենց գլուխն առաջ գտեմ։ Մեկը Մեկը ինչ սենց որ ման չկա, կոնտակտ չկա, այսինքն ինչ որ այս սենց ինչ որ մի հատ քայլում են, չկա սիգնալ, կոնտակտ բան, բայց ինքը կարծիք ունի, օրինակի համար կարևորը դա է, կարևորը դա է։ Ուզում ես ասես այ բալամ ջան, մի հատ ճկույտ մատը զգա։ Ահա, ահա։ Իսկ քո կարծիքով, ինչպես էր դու քեզ զգում երկու աստղում։ Չէ երկիչ դերում։ Ահա, շատ լավ։ Լավ։ Հա, ու այդ նենց լավ էր, որ ես հենց որպես չերքիչ եղա, որովհետև այսքան տարի է երգում եմ, ու միշտ այդ բանը կա, որ մարդիկ տենց, բայց ինքը դերասանն է, ինչի է երգում, հենց եկա երկու աստղ որպես չերքիչ, այդ մեծ մասը նորից գես, բայց ինքը երգիչ է, ինչ չերքիչ, ասի ինչ լավ է, որ դրանով միանգամից դարձա երգիչ, նենց որ երկու աստղ հետո Պիտակավորվեցի որպես երգիչ, ներկայացվեցի Խազեր մրցանակաբաշխությանը որպես տարվա լավագույն փոփ երգիչ։ Այդ անցած տարվա։ Այս տարի, չէ, ես էի Արամը MP3 ու Էրիկը Կարապետյան։ Անվանակարգում մի անակնկալ բան պատմեցի։ Հա, շահեց Արամը MP3 մրցանակը շատ արժանի, ինչի համար շատ ուրախ եմ, եւ նույնիսկ ես էլ հետո բայց հումոր էլ արեցի Վազգենին background production-ի, ով Խազերի համահիմնադիրներից է, ու ղեկավարողը ասացի Վազգեն ջան շատ շնորհակալ եմ դու որ չլինեիր ինձ այդքան մարդ չէր գրի որ Արսեն ջան դու էիր արժանի այդ մրցանակին Այս ինչ որ ոչ թեթև իրավիճակի մեջ այսպիսի կարծիք հնչեց Արսեն ջան երկու խոսքով Խազերը երկու աստղը Ասոյի հետ հիանալի էր Նաիրեի հետ երջանկությունն ուղղակի նա պատմում էր որ ինչքան ձեզ հետ սահուն լուսավոր եւ թեթև գնաց աշխատանքը ասում էր բոլորի մոտ ինչ որ դժգոհություններ ինչ որ ստրեսներ իսկ այստեղ գնաց սաունդը կապ ունի երևի քո գործընկերը ասոն շատ ասոն իր մարդկային տեսակով հետո իր պրոֆեսիոնալիզմով եւ այն տարիների փորձով որտեղ դու արդեն մի նախագծում ես որպես մասնակից հանուն այն գործի ինչով որ դու զբաղվում ես ոչ թե ավելորդ կայացման խնդիրներ ունես իսկ երբ որ այդ կայացման խնդիրները գալիս են այնտեղ բնականաբար սկսում են պայթուցիկ իրադարձություններ տեղի ունենալ Խազերից խնդրում եմ Խազերը մեր Գրեմին է այսպես ասած հատվածներ եմ տեսել իհարկե սա ֆիերիա էր Շատ գեղեցիկ։ Ինձ նուրը պատմում էր, որ Գրեմի ներկայացուցիչ կար, որը ասում էր, ես ինչ եք անում։ Հա, շատ հիացած էին, որովհետև իսկապես շատ լավ գործ է, շոու է, ու հարթակ է, որ այնքան որակյալ է, որ յուրաքանչյուր արտիստ, որ այդ հարթակին
կանգնում է, դա միայն դրական է ազդում տվյալ արտիստի կյանքում։ Մրցանակն է ինձ շատ դուր գալիս, Նուրի աշխատանքը, շեդևր է, իսկապես եմ, որ հանուն հենց այդ մրցանակի արժի ունենալ այո, որ այդ մրցանակը տանը ունենաս։ Դիպուկ ասացիր, շատ որպես արվեստի գործ էլի։ Բայց դու վարում ես, այնտեղ կանգնած ես, թվում է թե դու այսպես քո մտնոլորտի մեջ, բայց հələ ասա, ինչ է այդ աշխատանքի յետևում, այդ վարել այդքան 2 ժամ։ Ես մի հատ հատված եմ ունեցել, որը մենք պայմանականորեն կոչել էինք stand-up, բայց ինքը այդքան stand-up չէր ժանրային, այլ ինչքան հումորային բացում շոուի։ Եվ դժվար է բացել, չէ՞։ Հա, դժվար է այդ լարվածության մեջ գտնվող մարդկանց, որտեվ ամեն դեպքում բոլորը են, որ սենց մի հատ լարվածություն ունեն, ստանալ, չստանալու, ով ոնց նայեց, ով ոնց է հագնվել, մի խոսքով տենց ամեն, հետո մեր մարդկանց ծիծաղեցնելը նաև այդքան էլ հեշտ չի։ Ճիշտ ես։ Տենց։ Կա այդպիսի բան։ Ժյուրի են, էլի բոլորը ավելի քան մասնակից։ Թատերագետներ, կինոգետներ են, էլի ավելի տենց։ Պրոֆեսորներ են։ Ոչ մեկ լավ չի կարողանում ինքը իրենից հաճույք ստանա։ Սենց ասեմ։ Ու դա ամեն տեղ է երևում, դա մենակ մեր համերգների ժամանակ չի, դա նույն հարսանիքների ծնունդների սկիզբը, որ հիշեք, դաժան, դաժան, նա իր դերի մեջ եկել է, բոլորը գալիս են այն դեմքով, որ տիպը ինչ են անում իրանք ստեղ, հետո 3 ժամ հետո այսուր ենք ընկել, ամեն ինչ ընտիր է, բայց այդ սկիզբը, ոնց որ դու մեղավոր լինես։ Հիմա, բայց մեր մոտ, այսինքն այդ սկզբի այդ հատվածը, ընել շոու բիզնեսյան արտիստներ, որոնց հետ կապված հումոր ես անում, ամեն մեկը խոցելի, միաստղ։ Իհարկե։ Այո, ու ոմանք խոցվում են, ոմանք ծիծաղում են։ Այստեղ արդեն գալիս է իհարկե տենց ինչ-որ մարդու, բայց միևնույն է իմ տեքստը վիրավորական չի եղել, ուղղակի իմ տեքստը եղել է բաց եւ ուղիղ, ու այն ամեն ինչի մասին, ինչի ականատեսը մենք ենք եղել։ Այո, բաց, թափանցիկ, զուտ այն իմաստով, այո, հումորով բաց թափանցիկ, որ մենք աչք չենք փակում այն իրադարձության վրա, որը որ տեղի է ունենում, եւ ի վերջո շոու բիզնես կոչվածն էլ հենց այդ շոու մասն է, էլի, որ դու կարող ես վերցնել այս ծաղիկից ստանալ մի հատ շոու, որը չի կարող անել ուրիշ մարդ։ Հիմա ինչա կոչվում շոու։ Չէ՞, ցուցկ։ Այսինքն դա պետք է ինչ-որ մի ձև մատուցել, լինել հայտնի, ճանաչելի եւ պահպանել, այդ հարցը շատ եմ սիրում, պահպանել այսպիսի մաքրություն, բարություն, անմիջականություն, բաղադրատոմսը դրա։ Մերսի, որովհետև ես հավատում եմ բարության ուժին, ես հավատում եմ, որ բարությունը շատ զորեղ է եւ այն հաղթանակը, այն ձեռքբերումները, հաջողությունները, որ կարող է այն ամեն ինչը, որ կարող է բխել բարությունից, շատ ավելի զորեղ է։ Բրավո, փայլուն։ Չարությունը նախ ես ընտրել եմ այդ ուղին, որովհետև շնորհակալ եմ իմ կյանքի համար եւ ինձ տրված հնարավորության համար, ու այդ գոհության զգացումը ինձ բերում է այդ բալանսին։ Ինքս ունեցել եմ պահեր, որ բարկացած եմ եղել, չարացած եմ եղել եւ ինքս գիտեմ եւ նրա պտուղները եւ նրա պտուղները։ Բարկությունը, դրանք այսքան ամեն ինչ նորմալ է, ինչ որ չափի ու էմոցիայի մեջ, որ պիտի ապրես, բայց եթե դու շարունակես սնել չարության, ինքը քեզ է ներսից ուտելու։ Հետո ես ինչի ինձ համար չգիտեմ, ինձ թվում է այնքան բան է, չնայած որ նայում եմ կարող է շատ է չարությունը ու դա երևի հեշտ է, բայց ինձ թվում է նենց տականք գործ է, էլի չար լինելը, չգիտեմ, մարդ ոնց ինչքան պետք է իրան չսիրի, որ ինքը որոշի, որ տենց նենգ ու ստոր պետք է լինի այս կյանքում։ Ու կարծում եմ նա էլ է բեռ կրում հենց այդ չար մարդը։ Հա, ես օրինակ խաղացել եմ տենց կերպարներ։ Դա լուրջ բեռ։ Տենց լրիվ ուրիշ բաներ ես միացնում, զգացողություններ, ֆլուիդներ, որ մեջիցդ գա։
Այո։ Իսկ բարի լինելը, չգիտեմ, հետո երևի կարող է Սարոյանի խոսքն է ազդել իմ կյանքի վրա, որ շատ վաղուց, այսինքն հենց լսել եմ, ֆիքսվել է, որ ասում քիչ է այս աշխարհը վատն է, դու ուզում ես այն ավելի վատը դարձնել։ Ու ես ընտրել եմ այն ավելի վատը չդարձնելու ճանապարհը։ Դրա համար ամենօրյա աշխատանքը։ Համամիտես ինձ հետ, որ կարելի է այսօր ավարտել մեր հանդիպումը կինոյով։ Okay։ Բայց դերերով փոխվել ենք։ Լավ։ Ինչ է նշանակում կամեո բառը կինոյում։ A. Երբ դերասանը մոռանում է տեքստը, B. Հայտնի մարդու կարճ հայտնվելը ֆիլմում եւ G. Թաքնված գովազդը կինոյում։ G. Թաքնված գովազդը կինոյում։ Կտրեցինք։ Կամեո հայտնի մարդու հայտնվելը։ Բրավո։ Հա։ Բրավո։ Դες անիմաստ համեստություն արեցի, այն բարության ֆոնի տակ թողեցիք ինձ։ Սխալ համեստություն արեցի։ Sorry։ Հայտնի մարդու, այսինքն ես ինչքան կամեո դերեր եմ ունեցել, որովհետև տենց հայ ռեժիսորները բան էին, մի զգալի էտապ, մի 100 տարի, այն որ հիմա լիքը մարդ կարող է տենց չէ ասեն, որ վայ Արսենի հաջողությունները, բան, բոլորը մի հատ տենց հետաքրքիր կերպար կա, քեզ այդ կերպար, այսինքն տենց հետաքրքիր կամեոներ էին կանչում, էլի։ Ասում եմ, այս տղեն գիտեք ինչ գլխավոր դերեր խաղացող դերասան է։ Նա կամեո չի։ Հարց երկրորդ։ Բայց խաղացել եմ շատ։ Այս հիմա կհնչի։ Ջիգար Խանյանն եմ էլի արել, ոչ մի բանի չէի ասում։ Դա ճիշտ է, հələ կարելի է։ Հարց երկրորդ. ով է համարվում կամեոների վարպետ եւ բարբերաբար հայտնվում է իր ֆիլմերում։ A. Քրիստոֆեր Նոլան, B. Ալֆրեդ Հիչքոք, G. Սթիվեն Սպիլբերգ։ Նոլան։ Այստեղ սխալվեցիր, Արսեն ջան, Հիչքոք։ Իմ մոտ միշտ երկրորդն է լավ ստացվում։ Դա պարտություն չէր։ Եվ հարց երրորդ. ինչ է նշանակում պլան սեկվենցիա կամ long take։ A. Ֆիլմի ամենաթանկ կադրը, դրվագը, B. Տեսարան, որը նկարահանվում է մեկ անընդհատ կադրով, եւ G. Վերջնական տեսարան մինչև տիտրերը։ Այն որ Պապայի են տեսարանը պատմում է, որ երկար կադրով էր նկարվում, Ռաուլը իր ոնց էր պահում, կոչվում է long take։ Բրավիսիմո։ Մենք վերցնում ենք քեզ երկրորդ սեզոն։ Մերսի։